Արագածը ձմռանը լեռ չէ, այլ սառց է անապատ։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 911 լսում եմ։ Օգնեք։ Այո, լսում եմ։ Չեմ կարողանում քայլեմ։ Արկածախնդիրներն ու հմուտ լեռնագնացները հենց ձմռանն են փորձում նվաճել Հայաստանի ամենաբարձր գագաթը։ -25 աստիճան։ Բայց հաճախ արագած բարձրացողները հենց ձմռանը մոլորվում են, անգամ մահանում։ Մենք կփորձենք մագլցել արագածը ամենաբարդ երթուղով։ Ինչպես դիմադրել թթվածնային քաղցին ու իրական ցրտահարությանը։ Սեփական փորձով, մագլցելով արագածը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 911 լսում եմ։ Օգնեք։ Այո, լսում եմ։ Չեմ կարողանում քայլեմ։ Դուք միայնակ եք։ Մոլորվել եմ։ Հակացում եմ։ Սոցիալ ապարանի կողմից մոտ 3 ժամը մոլորվելուց։ «2007 թվականի դեկտեմբերին 28-ամյա երիտասարդ Սարգիս Կարապետյանը որոշում է բարձրանալ արագածը։ Ծնունդով ապարանցի լեռնագնացը վստահ էր, անհնար է կորել այն լեռներում, որ տեսել է մանկուց, ծանոթ է ամեն քարին։ Ի վերջո լեռը բարձր է, բայց բարձրանալը դժվար չէ, հետևաբար արագ կմագլցի ու կիշտի։ Մինչդեռ Սարգիսը շփոթում է վերադարձի ճանապարհը, մոլորվում ու սառցահարվում։ Սարգսի պես շատերը փորձել են ձմռանը բարձրանալ արագածի գագաթը, թվում է հեշտ է, կարճ է ու մատչելի, մինչդեռ չկա ձմեռ, որ փրկարարները արագածից սառցահարված չփրկեն։ Գրեթե բոլորին փրկում են, Սարգսին 2007-ին չհաջողվեց։ Այս թողարկմանը մենք կանցնենք Սարգիս Կարապետյանի երթուղով ու սեփական փորձով կբացահայտենք, որտեղ մոլորվեց ու ինչ ճակատագրական սխալ գործեց հայ լեռնագնացը։ Եթե դուք այնքան համարձակ եք, խենթ կամ սանձարձակ, որ պատրաստվել եք ձմռանը նետել ձեռնոց արագածին, ապա կա կարևոր մի քանի բան, որը անպայման պետք է անեք։ Առաջին հերթին պետք է տեղեկ բայի փրկարարներին հստակ ընդգծելով այն երթուղին, որով դուք շարժվում եք, քանի որ արագածում դեպքերի 90%-ի պարագայում կորում են կամ մահանում են հենց այն պատճառով, որ փրկարարներին տեղյակ չեն պահում, թե ինչ երթուղով են նրանք շարժվելու։ Իմ հերոսը փրկարարներին տեղյակ չէր պահել։ Արագածն ունի 4 գագաթ, Սարգիսը որոշել էր նվաճել հյուսիսային, ամենաբարձրը, ուր անգամ ամռանն է դժվար հասնել։ Նախ բազմաթիվ են կեղծ գագաթները, մառախլապատ եղանակի ժամանակ էլ կորելը հեշտ է։ Նման դեպքերում շատ կարևոր է, որպեսզի լեռնագնացը կամ այն մարդը, որ որոշել է բարձրանալ արագած կամ ձնոտ տեղեր, ունենա նման ձեռնափայտ։ Ձեռնափայտը նախ հարկավոր է մի քանի բանի համար, քանի որ լեռը բեկորավոր է, հրաբխային ծագում ունի, ձյան տակ սուր քարեր կարող են հանդիպել, որը կարող է եւ ձեր ոտքը ջարդել։ Բացի նրանից, որ այս ձեռնափայտը կարող է բացվել ու դառնալ 3.5 մետրանոց, այն ունի նաև հատուկ հարմարանք, որը պետք է ամրացնել ծայրին, ու այն թույլ չի տա ավելի խորը ընկղմվել ձյան մեջ։ Արագածը 400 մետր խորությամբ ու 3 կիլոմետր տրամագից ունեցող խառնարանով աշխարհի ամենախոշոր հրաբուխներից է եղել։ Ու հենց խառնարանի քայքայված պատերի մնացորդներն էլ 4 գագաթներն են։ Եվ ձմռանը եւ ամռանը լեռան հավերժական ձնածածկույթը 6 քառակուսի կիլոմետր է։ Ամենամեծը 1.5 կիլոմետր մակերեսով ու խառնարանում գտնվող սառցադաշտն է։ Սարգիսը փորձում էր հյուսիսային գագաթ բարձրանալ շրջանցելով սառցադաշտը։
Չէր ստացվել ու նա ստիպված էր եղել շրջվել ետ։ Սակայն ճանապարհը կորցրել ու հայտնվել էր խառնարանում։ Ձմռանը առանց կողմնացույցի ու աստղերի այստեղ մոլորվել է մեկ անգամ մեկ է։ 360 աստիճան շառավղով միմյանց նման ու իրարից չտարբերվող բլուրներ են։ Մեր հերոսը հենց այստեղ էր մոլորվել, մենք գտնվում ենք հյուսիսային գագաթի տակ խառնարանում։ Այստեղից ընդամենը մեկ անգամ զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։ Ջերմաստիճանը ցածր է ու ցանկացած մարդկոց լիցքաթափվում է 4-ից 5 անգամ ավելի արագ։ Հենց դա էր պատճառը, որ Սարգիսը կարողացել էր ընդամենը մեկ անգամ զանգահարել։ Եթե անգամ Սարգսին հաջողվեր չորացած ծառի ճյուղեր գտնել, միևնույն է, նա չէր կարող կրակ վառել ու տաքանալ, քանի որ այս բարձրության վրա թթվասնի պակասության պատճառով նույնիսկ կրակայրիչը չի աշխատում։ Եթե դուք մոլորվել եք արագացում, ապա ամեն դեպքում ցանկացած պարագայում հարկավոր է շարժվել, չշարժվելու դեպքում կորուստները անդառնալի կլինեն, քանի որ թթվասնի պակասությունը, գերհոգնածությունը ձեզ անընդհատ ստիպում է, որ դուք քնել։ Միշտ հիշեք, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում թույլ չտաք, որպեսզի քնեք։ Սարգիսը մի քանի ժամ թափառելով խառնարանում ու տեսնելով, որ հեռախոսը այլևս անհնար է գործածել, խուճապի էր մատնվել եւ վերջնականապես շեղվել ճանապարհից։ Ահա այս տեսքը ունի խառնարանը երկնքից։ Նա պետք է գնար ապարանի ուղղությամբ, բայց շարժվել էր յուրականի կողմ։ Եղանակը ոչ թե ցուրտ է։ -25 աստիճան։ Դրա համար ուզած արդեն այս ձեռնոցներն ու այս գլխարկը ոչնչի պիտանի չեն։ Այսպիսի գլխարկը ամենալավ միջոցն է։ Սարգիսը գրեթե սնունդ չէր վերցրել հետը, իսկ ունեցածն էլ մինչև մոլորվելը կերել էր։ Շատերն ասում են, որ ձմռանը Արագածի լանջերին ուտելու ոչինչ հնարավոր չէ գտնել, սակայն եթե ձեր բախտը բերի, մի փոքր կարող եք մեղմել քաղցը։ Բազմաթիվ բույսեր կան, որոնց չորացած պտուղները կարելի է ուտել։ Արագածի կամ ինչպես տեղացիներն են ասում, Արագածի լանջերին անգամ խորը ձմռանը հնարավոր է հանդիպել մասուրենիների։ Սրանք մասուրներ են, չորացած են, բայց կարելի է ուտել սրանք, չնայած, որ ես մոտավորապես 1.5 մետր արդեն ձյան մեջ եմ, բայց քաղցը իրեն ասում է։ Երեկոն մոտենում է, ջերմաստիճանն էլ ավելի իջնում։ Նման պայմաններում մարմինը տաքացնելու մի տարբերակ կա, ամենաարդյունավետը ալկոհոլն է։ Շատերի կարծիքով օղին նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Իրականում նման բան չկա ու բացի այդ, որքան թունդ է խմիչքը, այնքան արագ է այն ցնդում։ Աստվածային խմիչքն է, որ սառնամանիքին ձեզ կփրկի ցրտահարությունից։ Սարգիսը մտածելով, որ ճանապարհը մեկ օրից ավելի չի տևի, չէր վերցրել իր հետ գինի։ Գինին վերցրել ոչ թե շշով, այլ ահա այսպիսի փոքրիկ թերմոզը։ Խնդրեմ, մեջը գինի է, որը տաք է ու գինին արագացնում է արյան շրջանառությունը։ Երբ արագանում է ձեր արյան շրջանառությունը, մարմնի ջերմաստիճանը ինքնըստինքյան բարձրանում է։ Ու պետք է խմել կում-կում։ Այսքան ինձ թվում է բավարար է։ Իհարկե ես ունեմ նաև օղի, բայց հավատացնում եմ, անգամ իմ օղին 82 աստիճան թնդություն ունի, բայց այս օղին չի օգնելու, սա ընդամենը խապկանք է խմելու պահին, դուք տաքանում եք, ձեզ թվում է, որ ձեր մարմինը տաքացել է, բայց իրականում նման բան պարզապես գոյություն չունի։
Մարմինս տաքանալուն պես շարունակում եմ Սարգսի ուղին։ Նա շարժվել էր Բյուրականի ուղղությամբ ու հայտնվել խորհրդային տարիներին տնկված Եղևնիների անտառում, ու հենց այստեղ է վերջնականապես մոլորվում Սարգիսը։ Եղևնիները խճճում են լեռնագնացին, անտառը շփոթեցնում է ուղղությունները։ Ինչով ճակատագրական դարձավ Եղևնիների անտառը, ինչու լեռնագնացին օգնության չհասան փրկարարները, եւ արդյոք պետք էր մնալ, թե հեռանալ անտառից։ Սեփական փորձով, մագլցելով Արագածը։ 2007-ին Արագածը մագլցելիս սառցահարումից մահացավ լեռնագնաց Սարգիս Կարապետյանը։ Տեղանքին ծանոթ երիտասարդը մոլորվեց հենց այս անտառում։ Այն գտնվում է Արագածի Փեշի, Բյուրական քաղաքի վերևում։ Մեր հերոսը կարող էր փրկվել, գրեթե, բայց չստացվեց։ Փրկարարներն անցել էին գործի ու Սարգսի տվյալների հիման վրա սկսել էին նրան փնտրել ապարանի կողմից։ Եթե անգամ 1000 փրկարար էր լիներ, անհնար է 200 կիլոմետր տրամագծով ու 4000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածության յուրաքանչյուր մետրը ստուգելը։ Եթե մոլորվել եք, ոչ մի բարեկամ պետք չէ մատնվել խուճապի։ Խուճապը դա կարող է վերջինը լինել, ինչը դուք գիտակցում եք ձեր կյանքում, հարկավոր է անպայման ցանկացած պարագայում ունենալ կողմնացույց։ Փրկարարները փորձում էին գտնել Սարգսին, բայց անարդյուն, քանի որ նա իր գտնվելու վայրն էր սխալացել ու բացի այդ բավականին հեռացել էր։ Մտածել էր, որ գնում է ապարանի կողմ, բայց հայտնվել էր Փշատերևների անտառում ու չէր էլ գիտակցում, որ հենց այս անտառը կարող է փրկել նրա կյանքը։ Եթե դուք գտնվում եք Արագածում ու վախտի վերմամբ կամ Աստծո հաջողությամբ ձեզ դեմ դուրս է գալիս Փշատերևների անտառ, անպայման օգտվեք այդ հնարավորությունից, որովհետև հիմա մոտավորապես -30 է Փշատերևների անտառում, գոնե հնարավորություն կունենաք -25-ի պայմաններում առաջ շարժվելու, դա շատ կարևոր է ողջ մնալու համար։ Սառնամանիքն այնքան ուժեղ է, որ նույնիսկ մետաղյա ձեռնափայտը թղթի նման ծալվում է ու պլաստմասայի նման ճկվում։ Հենց այս պայմաններն էլ Սարգսին անասելի վախ էին ներշնչել, այնպիսի վախ, որ նա ծարավ լինելով չէր էլ կարողացել գիտակցել, որ շուրջ բոլորը ջուր է։ Հարկավոր է ձյան վերևի շերտը սրբել, ներսում գտնողը վերցնել ու ծամել։ Երկար քայլելուց ու թթվասնի պակասից քնքոտությունը անխուսափելի է, սակայն հարկավոր է անել հնարավորը չքնելու համար, քանի որ այդ քունը կլինի ճակատագրական։ Սարգիսի քունը նույնպես տարել է, ու գուցե հենց դա էր պատճառը, որ նա կայացրեց իր կյանքի վերջին ու ամենասխալ որոշումը։ Գտել էր իր ոտնահետքերն ու որոշել անտառից դուրս գալ եւ վերադառնալ խառնարան, սակայն արդեն չէր էլ գիտակցում, թե որն է խառնարանը, որը անտառը եւ որ ուղղությամբ է շարժվում։ Զարմանալի է, սակայն նրան հաջողվել էր վերադառնալ խառնարան, իսկ այդ ընթացքում փրկարարները նրան այդտեղ էին փնտրում։ Մի քանի մարտական հաշվարկի աշխատանքը արդյունք չէր տալիս։ Նա այլևս ոչինչ չէր գիտակցում, քայլում էր, քանի դեռ ուժ ուներ ու հավատում էր, որ մոտենում է ապարանին։ Իրականում նորից շեղվել էր ու բարձրացել խառնարան։ Գերհոգնածությունը, ցուրտը, վախն ու խուճապը լարել էին Սարգսի նյարդերը, բայց ամենավտանգավորը թթվասնի պակասն էր։ Շնչելը դառնում էր անհնար, իսկ քունն անդիմադրելի։ Եվս մի քանի քայլ ու Սարգիսը այլևս չի կարողանում կառավարել սեփական մարմինը։
Հենց այստեղ ու վերջին անգամ ընկնում է ձյան վրա։ Նկարահանման երկրորդ օրը ճակատագրական։ Պատմելով սխալների մասին մենք նույնպես սխալվում ենք։ Բավականին ծանր բոր գտնում է ձեռքերում։ Հաղորդման վերջին հատվածում փրկարարների նկարահանումները, երբ նրանք հայտնաբերում են մեզ Արագածում։ Սեփական փորձով մագլցելով Արագածը։ Մտնում է Սարգսի ճանապարհն անցնելուց ու նկարահանելուց հետո պետք է մտածել հետագա գործողությունների մասին։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է 30 աստիճանով։ Երբ ես եւ օպերատորը հասկանում ենք, որ ուժասպառ ենք, իսկ մեքենան բավականին հեռու, որոշում ենք ինքներս զանգահարել փրկարարներին։ Մենք չենք կորել, ուղղակի երկօրյա նկարահանումից հետո այլևս չենք կարողանում մոտենալ մեքենային։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 911 լսում եմ։ Քայլում ենք մինչև լուսաբաց, սակայն փրկարարները չկան ու չկան։ Ցուրտն ու քաղցը ստիպում են, որ Սառցե անապատում վերջին պաշարներն օգտագործենք։ Այն, որ ստորոտը հեռու է, հասկանալի է, բայց պետք է ինչ-որ բան անել չքնելու ու չցրտահարվելու համար։ Տարբերակը մեկն է՝ չմնալ նույն վայրում եւ քայլել։ Երկու գիշեր ես ու օպերատորը չենք քնել։ Ի վերջո որոշում ենք։ Փրկարարները մեր կոորդինատներն ունեն, կարելի է չդիմադրել քնին եւ ձյան տակ ննջատեղ կառուցել։ Գործի ենք դնում փոքր բահը։ Հատկավոր է ընտրել այնպիսի հատված, որը սարի լանջում լինի եւ որը կարողանա ձեզ պաշտպանել ցրտից։ Հարկավոր է գիշերն նախապատրաստվել։ Դեռ մի քանի ժամ էլ կա մինչև մութն ընկնել է, բայց հազիվ թե հասցնենք փորել ձյունը։ Վարկյան առ վարկյան եղանակը ցրտում է, շարժումները դանդաղում։ Ցրտահարումից պաշտպանվելու միակ տարբերակը Արագածում նման որջ սարքելն է, որջ խրճիթ կամ ինչ-որ նման բան, որտեղ եւ ջերմաստիճանը բարձր կլինի եւ ձեր կյանքի վտանգից թվառնա։ Այդ տեսնեք, որքան
ցուրտ է, բավականին ծանր, բող գտնում է ձեռքերին։ Մութն ընկնելուց հետո է միայն հաջողվում ձնե տնակն ամբողջությամբ պատրաստել։ Մնում է մեկ խնդիր՝ սպասել փրկարարներին։ Չքնել, ես չեմ ուզում քնել։ Այս կադրերը մեզ տրամադրել են փրկարարները։ Հենց նրանց տեսախցիկը արձանագրեց մեր նկարանող խմբի օգնության հասնելու եւ փրկելու օպերացիան։ Ոչ ոք չտուժեց, ոչ ես, ոչ օպերատորը, ոչ էլ տեխնիկան։ Մեր բախտը բերեց։ Թեև մեզ թվում էր, թե իմանալով Սարգսի պատմությունը ինքներս չենք կրկնի նույն սխալները։ Չկրկնեցինք, բայց փոխարենը արեցինք մերը։ Արագածը գեղեցիկ ու մատչելի գագաթ է ամռանը եւ վտանգավոր ծուղակ ձմռանը։ Այն գուցե անառիկ չէ թվում է առաջին հայացքից, բայց իր զառիվայր լանջերով, փոքրիկ անտառներով եւ մոլորեցնող կածաններով կարող է ճակատագրական դառնալ։ Մի փորձեք բարձրանալ արագածը ձմռանը, այն վտանգավոր է կյանքի համար։ Մենք համոզվել ենք սեփական փորձով։